Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր հոկտեմբերի 30-ն է 2025 թվական։ Երբ այս հաղորդումը եթեր կհեռարձակվի, ես արդեն կլինեմ Երևան վերադառնալու ճանապարհին։ Հաջորդ մեր հանդիպումը արդեն կլինի համայն հայության մայրաքաղաք Երևանից։ Դրա համար այսօր աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական իրադարձությունների մասին չեմ խոսի, ձեզ հետ ուղղակի կկիսեմ իմ տպավորությունները, ի վերջո նպատակը, որի համար եկել էի Միացյալ Նահանգներ, դա նաև հասկանալ մեր հայրենակիցների հետ այն տրամադրությունները, որոնք գոյություն ունեն, մոտիկից ծանոթանալ մարդկանց հետ շփվել, որը շատ օգտակար է եւ շնորհակալ եմ բոլորի այդ կազմակերպված հանդիպումների համար։ Իհարկե գրասենյակային հանդիպում, դահլիճային հանդիպում, այսպես ասած, չեմ պլանավորել եւ Հայաստանից չէի պլանավորել եւ այստեղ ուղղակի ավելի շատ ես շփվում եի մարդկանց հետ, գործնականում շատ քիչ մարդ ա եղել, որոնք ցանկացել են ինձ հետ հանդիպել եւ դա չի ստացվել որոշակի ժամանակի սղության պատճառով, իսկ հանդիպումը կլինի 2-3 հոգու հետ մի սրճարանում, թե 20-30 հոգու հետ հայկական օջախներում, կարևորը որ հանկից անկաշկանդ զրույց հասկանալու ինչ է կատարվում։ Ես իմ նպատակների մասին գալուց առաջ ասել էի, հիմա էլ ուղղակի ասեմ, որ այո, մտադիր եմ մասնակցել առաջիկա ընտրություններին, ձևաչափի մասին էր մտածում ենք, ինչպես պետք է անենք, իմ պատկերացումը եղել է դաշինքով մասնակցությունը, դաշինքի մեջ լինեն կուսակցություններ, դաշինքի մեջ լինեն նաև հասարակական միավորներ, եւ նաեւ ցույց տանք, որ դաշինքի համար պետք է ավելի շատ ձայն հավաքել նիշը հաղթահարելու համար, եւ որ մեր համար մանդատի կռիվ չի, որ գնանք ինչ որ ձայներ ստանանք, գնանք մանդատ ստանանք։ Եթե դա չպետք է ծառայի այն նպատակներին, որի համար մենք ցանկանում ենք մտնել process-ի մեջ։ Եվ դրա համար նաեւ ցանկանում եմ իմանալ մեր ամենա կազմակերպված համայնքն է Միացյալ Նահանգների, թեպետ շատերն ասում են իրար հետ այդքան չկա շփումներ, տարբեր ժամանակին եկած, հիմիկվա եկած եւ այլ, այդ ձեզ համար ներսից է այդպես երևում, դրսից եկողը տեսնում է շատ հետաքրքիր հայկական մթնոլորտ։ Այնպես որ դրա մասին էլ կխոսենք, ես ամենամարտունակ համայնք համարում եմ Ուկրաինային, համարում եմ, որովհետեւ զենքը ձեռքին պայքարում են եւ շատ լուրջ կազմակերպված ձևով այդ ամեն ինչը, իսկ այն խնդիրները, որը պատկերացնում ենք, Միացյալ Նահանգների մեր հայրենակիցների ակտիվությունը չափազանց մեծ է, պատահական չէ, որ առաջինը հենց այստեղ եկա եւ տեսեք ինչն է խնդիրը։ Լինում է օջախներում, նայում ես, որ ավելի շատ հայկական մթնոլորտ կա, քան անգամ Երևանում, ինչի, որովհետեւ այնտեղ օտարամոլությունը խեղդում է մարդկանց։ Այ ես մի բանը ընդօրինակին, այստեղ չեն չարչարվում օտարամոլ լինել, ընդհակառակը չարչարվում են հայկականը պահպանել, փոքր երեխաներին էլ հետները խոսում ես, նրանք հայերեն պատասխանում, այնպեսի մթնոլորտ է, որ նույնիսկ չես պատկերացնում, որ Հայաստանից դուրս ես գտնվում։ Շատ մտահոգ են Հայաստանի իրավիճակով, չափազանց մտահոգ, ավելին քան մարդիկ կարող են պատկերացնել, աբսուրդ է, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դրսում ապրում են, իրանք ինչ խնդիր ունեն, տարբեր երկրներում ապրելով, իրանք երկրներով են զբաղված, այսինքն Հայաստանի հետ ընդհանուր ինչ կա։ Հայաստանի հետ ընդհանուր մեկ բան կա՝ Հայաստան պետության գոյությունը, Հայաստան պետությանը հնարավորինս ծառայելու հնարավորությունը։ Աշխարհում որտեղ էլ որ լինեն, ինչ վիճակում էլ լինեն, իմանան, որ համայն հայության հայրենիքը պահպանելով, պահպանում ես հայ տեսակը եւ պահպանում ես դա սփյուռքում էլ շատ արագ կասիմիլացվեն, եթե չլինի այն հայի կերպարի խնդիրը եւ հայկական պետության խնդիրը։ Իսկ դուք շփվեք ու տեսեք, թե ինչպես են մարդիկ, որ երրորդ ծերունդն է, որ ապրում են Միացյալ Նահանգներում, արդեն նրանց պապեր տատերն են քաղաքացիություն ստացել, նրանք լիարժեք ինտեգրված են այս պետության կյանքում, բայց միևնույնն է, նրանք շարունակում են պահպանել իրենց հայկական կերպարը։ Ամենուր է դա երևում եւ դա շատ կարեւոր է, շատ ոգեվորիչ է, չնայած իրանք դժգոհ են, որ օր-օրի վրա, տարին տարու վրա կորցնում են այդ հնարավորությունները, չնայած միշտ աշխատում են հայկական դպրոց, լինի եթե հայկական չի, գոնե անգլիական է, գոնե ամերիկյան դպրոց գնալով այդ մարդիկ նաեւ լրացուցիչ անպայման հայերեն սովորեն, դիապետեն այդ ամեն ինչը, ու դա շատ կարեւոր է։ Այսինքն իմ ցանկությունը ասել եմ նախապես, որ որևէ պաշտոնական
այցելության նպատակ երբեք չեմ ունեցել, այստեղ էլ չեմ ձգտել դա ունենալ, նպատակը եղել է մի բան, ուղղակի հասկանանք, մենք այս քայլը անում ենք, ոնց ենք պատկերացնում միասնաբար այդ խնդիրները եւ հարգելով հայկական օրենսդրությունը, որ որևէ մեկը չասի դրսից ֆինանսավորեցին, չգիտես ինչ արեցին։ Դա էր պատճառը, որ տենց օֆիցիալ ինչ-որ բաների իմաստը ես ուղղակի չեմ տեսել։ Շարունակեմ իմ ասածը, իսկ վերադառնալով Հայաստան, ես իհարկե կփորձեմ համախոհների գաղափարակիցների հետ քննարկել, թե ինչ են պատկերացնում, ի վերջո ինչ օգտակար ինֆորմացիա նաև կար, որը որ կարող եմ իրանց հետ կիսել, եւ եթե մեզ հաջողվի կարճ ժամանակում համախոհների մի թիմ հավաքել, անպայման կհայտարարենք, որ սկսում ենք, իսկ դրանից հետո արդեն երբ որ դաշինք ձևավորված կլինի, հաջորդ իմ այցելությունը Միացյալ Նահանգներ արդեն կլինի եւ դահլիճային եւ ավելի առարկայական, կասենք մենք ներկայացնում ենք այս թիմը, այս ծրագիրը, այս քայլերը։ Այնպես որ սա վերջի հանդիպումը չի։ Եվ կարևորը, որ ես պատկերացնում եմ, որ նորից հստակեցնեմ, որ իմ պատկերացումը որն է, որ ստեղծելով դաշինք, որը որ հենց առաջի իսկ քայլը ստացավ բավարար չափով ձայներ, նա պետք է առաջինը հայտ ներկայացնի Եվրամիության անդամակցության։ Պետք չի խաբվել նրա վրա, որ իշխանությունը այս ամիսների ընթացքում ասելու է մենք էլ ենք գնում Եվրամիություն, մենք էլ տեսակորենք ընդունեցինք, իրանք Եվրամիություն չեն գնում։ Իրանք Վրաստանի տարբերակը պետք է անեն Իվանիշվիլու, որը անդադ ասում էր մենք էլ ենք Եվրամիություն գնում ու տեսանք Եվրամիությունից ինչ հարվածներ ստացան, բայց մեկ դրանից համար ոչ մի բան չի փոխում։ Ռուսաստանի շահերը ավելի կարևոր է, քան իրանց պետության շահերը։ Տարիներով, տասնամյակներով Վրաստանը չարչարվեց գնա Եվրամիություն, բայց տեսեք ինչ կարճ ժամանակում այն դեպքում, երբ որ արդեն ժամանակացույցով մինչև 2030 թվականը որոշված էր, ինչպիսի հետ քայլեր տեղի ունեցան, բայց իրանք եւ ժամանակի առումով եւ ամեն առումով Հայաստանից բավական առաջ էին, լուրջ քայլեր արած, եւ որտեղ եւ ասոցիացիան հաստատուղթը ստորագրեցին Վիլնյուսում 2013 թվականին, երբ որ դրանից առաջ Հայաստանը արդեն միացավ Մաքսային միությանը, եւ տեխնացուի կարգավիճակ ստացան եւ հետեւողական քայլերով գնացին այդ ճանապարհով, եկան արդեն ժամանակացույցը, որ արդեն 5 տարի հետո նրանք կլինեն Եվրամիության անդամ, արդեն հայտարարում է, որ նրանք որևէ տարբերակ չունեն, որ այս իշխանությունը դառնա Եվրամիության անդամ, բայց իրանք ասում են, բա մեր ժամանակ չենք դիմել տեխնացու, բա մեր ժամանակ չենք արել, բա մենք չենք ասել մեր ապագան Եվրոպա, մենք գիտենք, որ ասել եք, բայց տեսել ենք, որ դուք այդ ուղղությամբ չեք գնում։ Նույնը Հայաստանի իշխանություններն են փորձելու դա անեն, ինչու համար, որտեղ շատ են խոսել այդ մասին, որ ավելի քան 50% Հայաստանի բնակչությունը մեր երկրի ապագան տեսնում է Եվրամիության կազմում։ Առավել եւս հիմա, որ երբ ասում են լավ, Եվրամիությունը տնտեսական տիրույթ է, բա մեր անվտանգային հարցերը, ասել ենք անվտանգային հարցերը նույնպես ուղղակիորեն առնչվում է Եվրամիության հետ։ Դա կլինի ՆԱՏՕ, դա կլինի որևէ ռազմական բլոկ, Ամերիկայի Միացյալ Նահանգները հովանու ներքո, որի օրինակը մենք գիտենք, որ կա ANZUS-ը, Միացյալ Նահանգներ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, որը հենց ստեղծվել է 1951 թվականին, այսինքն 49 թվականի ՆԱՏՕ-ի ստեղծվելուց հետո առանձին բլոկ, բավական ճկուն ձևով, որ նրանք նույնիսկ չեն միացել ՆԱՏՕ-ին, որտեղ ՆԱՏՕ-ի նպատակը եվրոպական անվտանգության խնդիրն էր։ Այսինքն այդ կարգի ռազմական բլոկ կարող է լինել։ Մենք տեսնում ենք, որ բավական ճկուն ձևով հավաքվում են եվրոպական երկրները ու ոչ միայն Եվրամիության, նաև դրա մեջ ներգրավված է նաև Մեծ Բրիտանիան, որը Եվրամիության անդամ չի, այսինքն այն անվտանգությունը, որը անում են մեզ համար ավելի ճկուն է, որ մենք կարող ենք ասել, որ ինչ որ մեկը վետո չի դնի կամ ինչ որ մեկը մեր քայլերը չի սահմանափակի կամ մեզ տասնամյակներ է պետք, որպեսզի այդ չափորոշիչներին համապատասխանենք Եվրամիության անդամ կամ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու։ Ի սկզբանե պետք է ֆիքսել, որ մենք հայտ ենք ներկայացնում Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամակցության, այդ հայտերը ներկայացնելու արանքում այլ մոդելներով, ավելի ճկուն մոդելներով հետները գործընկերությունը լիովին կապահովի թե մեր տնտեսական հաջողությունը, թե մեր անվտանգությունը։ Այդ դեպքում որևէ մեկը մեզ չի ասի տասնամյակները անցնելու ինչ եք անելու։ Տասնամյակները անցնելու, տասնամյակները այդ համակեցության կանոններով ապրելու ենք ու աշխատելու ենք ու առաջ ենք գնալու։ Այսինքն իրանց պետք է ասենք, բա մեր անվտանգությունը ո՞նց է կապահովում։ Իրանց պետք է ասենք, դեռ չենք դառել Եվրամիության անդամ, բայց այս ընթացքում Ռուսաստանի հետ կարող է խնդիր ունենանք, ԵԱՏՄ անդամ պետությունների հետ խնդիր ունենանք։ Այդ հարցը կարողանում եք ձեր վրա վերցնեք, կոմպենսացնեք, որ մենք մրցունակ ապրանք արտադրենք, որը մտնի եվրոպական շուկա, այնպիսի որակ ապահովենք, որը նաև
այլ շուկաներ մտնեն արաբական երկրների, որոնք բավական թանկ ապրանք կառնեն, եթե որակով է։ Իսկ մենք որակի հարցը չենք կարողանում լուծել, որ այդ շուկան մտնենք, այնտեղ էլ մրցակցությանը չենք դիմանում, կդիմանայինք, եթե եվրոպական ստանդարտի ապրանք ունենայինք, կդիմանայինք եւ այդ եվրոպական ստանդարտի ապրանքը կարող ենք նաեւ ուրիշ տեղ ուղարկել։ Իսկ հիմա մենք տեսնում ենք Ռուսաստանի հետ կապված ինչա կատարում։ Ամեն օր մի խոչընդոտ առաջանում է։ Մի օր ապրանքի որակի հետ կապված խնդիր ունենք, մյուս օրը վարորդների հետ կապված խնդիր ունենք, ամեն օր մենք խնդիր ունենք։ Այն պետության հետ, որի հետ ընդհանուր տնտեսական համակարգի մեջ ենք, հատկապես որ նրա հետ պետք է այդ խնդիրները չունենայինք, հատկապես որ ինքը տեսնում է, որ Հայաստանը կարող է ուրիշ ուղղությամբ գնա, գոնե ինքը պետք է ամեն ինչ աներ Հայաստանի սիրաշահեր, բացարձակ իր պետքը չի։ Ինչի համար պետք է սիրաշահի, եթե ընդդիմությունը, որը գլուխա ջարդում իշխանության գալու ռուսամետա, իշխանությունը ամեն ինչ անում է ռուսական շահերը սպասարկելու համար։ Ով պետք է սիրաշահի մեկին, որը եկել քո ոտերն է անգել։ Այսինքն որպես ինչ է սիրաշահը։ Ասես գլխից բռնի բարձրացնի սիրաշահի գցի նորից ոտերի տակ, չգիտեք որ դա հնարավոր չի, իմաստել դրա չկա։ Այսինքն անգամ այս պարագայում դա չեն անում։ Դրանով ցույց տալը, որ ընդհանրապես չեն էլ հավատում, որ Հայաստանը կարող է դեպի Եվրամիություն գնա։ Այսինքն ես դրա համար ասեցի, որ նա իմ պատկերացումը դաշինք, որը որ առաջի իսկ հայտը կներկայացնի, կասի գնում ենք Եվրամիության անդամակցության ճանապարհով։ Երկրորդ, ոչ նախընտրական, ոչ հետընտրական որևէ դաշինքային պայմանավորվածություն չի կարող լինել ոչ նախկին իշխանությունների, ոչ գործող իշխանությունների հետ, ոչ էլ ռուսամետ որևէ ուժի, որը եթե նույնիսկ նախկինների հետ չի ասոցացվելու, որևէ մեկի հետ չէ։ Որովհետև մարդը պետք է կոնկրետ իմանա, որ չի տվել ձայն այս ուժին նրա համար, որ հետո գնան ինչ-որ մեկի հետ բազարի նստեն, իրանց համար ինչ-որ իշխանությունից մաս փոկեն։ Չի լինելու դա, չես խաբելու ընտրողին։ Այո, աշխարհը ընդունված է, եթե որևէ մեկը մեծամասնություն չունի, կոալիցիա կազմի եւ կոալիցիայով, ասենք կոալիցիոն կառավարություն կազմի, դրա մեջ որևէ վատ բան չկա, ոչ անօրինական է, ոչ է վատ։ Մեր պարագայում ժողովրդին այնքան են խափե, որ այդ պարագայում նույնիսկ այդ ռացիոնալ տարբերակը մեզ համար ընդունելի չպետք է լինի։ Այսինքն այն գործընկերները, որոնք որ չհասկանան, որ սա ոչ թե իմ կողմից ես իմ նախապայմանն է, այլ պարզապես օբյեկտիվորեն մարդկանց պետք է ասենք, լավ, ենթադրենք մեկին միանում ենք։ Այս երկու կողմն էլ Հայաստանը պատկերացնում է Ռուսաստանի ազդեցության տակ։ Միանում ենք, իշխանություն ենք կիսում, որ ինչ անենք։ Ուղղակի աշխարհման գանք, հա, ինչ անենք։ Բարձր աշխատավարձ ստանանք։ Բա որ ծրագիրը պետք է իրականացնենք ուրիշին միանալով։ Մի ձև կա։ Եթե դու գնում ես, քո ծրագիրն է Եվրամիություն, ՆԱՏՕ կամ անվտանգային համակարգ արևմտյան մոդելի։ Վերջ։ Ով է ցանկանում քեզ զայն տա, թող տա, դու իրանց չես կարող միանալ։ Որտեղ դու իրանց միանաս, քո ծրագիրը չի լինելու։ Բա ինչ ես հասարակությանը ներկայացրել։ Ես դրա համար ասում եմ, որ ոչ իշխանությունը, ոչ ռուսամետ ընդդիմությունը 50%-ից ավել ձայն չունեն ժողովուրդ ջան։ Ուղղակի այդպիսի էլեկտորատ չկա։ Ինչ էլ անեն, միանան իրար դեմ պայքարեն, հազար ու մի հարցեր անեն, իրարից ձայն փախցնեն, ձայները փոշիացնեն, ինչ ուզում անեն, իրանք չունեն 50% ձայն։ Չի կարող դա լինի, քանի միլիարդ ուզում ես ծախսի։ Նույնն էլ իշխանությունը չունի ինքը 50% ձայն, ինչ ուզում է կատարի։ Նույնիսկ եթե ասի, եթե մեզ չընտրեք նախկինները գալու են, երկրորդ անգամ դրա վրա չեն խաբվելու, 50% ձայն իրանք չեն ստանալու։ Երկու կողմին էլ պետք է մի բան, որ այս կենտրոնական ուժը, որը որ կանցնի, համոզեն միանա իրանց հաղթեն, ոնց որ Լեննականի տարբերակն արեցին Գյումրու ընտրությունները, կամ իշխանությունն էլ մտածի մի հատ ուժ անցնի խորհրդարան, որ այդ խորհրդարանը միանա իրանց, ոնց որ Երևանում արեցին, ընդդիմադիր ձայները վերցրեցին, գնացին միացան իշխանության։ Ես դրա համար եմ ասում, մեր պարագայում կատեգորիկ ես մերժում եմ, եթե որևէ մեկը կասի, որ այդ պայմանը իր համար ընդունելի չի, ես չեմ միանա այդ թիմին, ուղղակի չեմ միանա, բայց ձեզ չեմ խաբի։ Ավելի լավ է շարունակեմ իմ գործը, ձեզ հետ խոսեմ, ներկայացնեմ, մեր երիտասարդությանը մի օգտակար բան ասեմ, աշխարհասփյուր հայությանը մի օգտակար բան ասեմ, չմասնակցեմ, քան մասնակցեմ եւ խաբեմ ձեզ։ Չի լինելու դա։ Որը որ դա չի ընդունում, ուրեմն իմ ներկայությունը իրանց համար ընդունելի չի։ Վերջ, որևէ զարմանալու բան չկա։ Իսկ ես կարծում եմ, որ շատ օգտակար կլինի մասնակցությունը դրան, եւ ես պատասխանատվությունից խուսափող չեմ, իմ էներգիան, իմ ռեսուրսը, իմ առողջությունը չեմ խնայի այդ ամեն ինչի համար, առավել եւս կան մարդիկ, որոնք վստահում են ինձ եւ այդ որոշակի խնդիրներ էլ կարող եմ ինձ վրա վերցնել, ավելի վստահորեն կարող եմ դա ասել Միացյալ Նահանգների այցելությունից հետո, հաճելիորեն ասենք, որ մարդիկ
ասել են, որ փակագծեր չեն բացի, հասկանում եք, եթե փակագծեր բացելու ունեի, հրապարակային կհանդիպեի։ Դրա մեջ որևէ այնպես գաղտնի բաներ չկա է։ Ինչ, բայց պարզապես մարդկանց հարվածի տակ չդնենք, ուղղակի հասկանանք ինչա։ Ավելի վստահորեն կարող եմ ասել, որ մենք կարող ենք այդ ճանապարհով գնալ։ Եթե որևէ մեկը մեծամասնություն չի հավաքի, խնդրեմ, մենք կհավաքենք բավական ազդեցիկ ձայն, ուզում եք ձայն տակ, տվեք ձայն, բայց մեր ծրագիրն է իրականացվելու։ Դուք իշխանության մաս չեք ելնելու։ Դուք չեք կարող կոալիցիա կազմեք մեզ հետ։ Ուզում եք ձայն տակ, տվեք, բայց մեր ծրագրին։ Վաղը մյուս օրը կլինի փոքրամասնության կառավարություն, եթե այդ փոքրամասնության կառավարությանը կտորպեդահարեք նրա ծրագրերը չի լինի, մենք ինքներս կգնանք արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Բայց այդ դեպքում իշխանությունը կմնա մեր ձեռքին, կգնանք ընտրությունների ճանապարհով։ Այսինքն չեն գա ուժեր, որոնք կկեղծեն դա։ Իսկ եթե չէ, եթե ոչ մեկը մեծամասնություն չի հավաքել մեր մասնակցությամբ հնարավոր կլներ մեծամասնություն ունենալ, բայց դա ալնելու է ռուսամետ ուժերը նախկին թե ներկա, թող գնանք արտահերթ ընտրության։ Ժողովուրդը հիմա տեսնում եք շատ-շատերն են ցանկանում մասնակցել, այդ շատ-շատերը կտեսնեն իրական կշիռը, հասարակության սպասումները եւ նոր միավորումներ կստեղծվի եւ կգնալ նոր արտահերթ ընտրությունների, ինչ հապատահ է որ։ Համենայն դեպս ժողովուրդը կհասկանա, որ իշխանությունը այդ մեծամասնությունը չունի, այդ վստահությունը իրանց մեջ կունենան։ Եվ մենք էլ գիտենք, որ իշխանությունն էլ ու նախկիններն էլ մահուկենաց կռիվ են մղելու։ Այդ մահուկենաց կռվի պարագայում ամեն մեկը մտածելու հանկարծ նա չանցնի, որովհետև եթե անցավ, գիտենք ինչ են անելու իրանց հետ։ Իսկ մենք մեր երկիրը չենք ցանկանում գցել ցնցումների մեջ։ Մենք ի սկզբանե ասում ենք, ես կոնկրետ նշում եմ, այդ մարդկանց հետ ում հետ էլ որ խոսում եմ, ում հետ էլ որ գնալուց հետո եմ խոսելու, մի նպատակ կա, մեր նպատակը չի որևէ մեկին պատի տակ կանգնել, արուն թափելու մասին մտածել։ Չի լինելու դա, որի պատճառով էլ իրանք մտածեն, որ կյանքի գնով արուն թափելի գնով իշխանությունը պահենք կամ իշխանության գանք։ Չի լինելու դա։ Ամեն մեկը այս կողմի պետք է մտածի, եթե ինքը չի, պրոբլեմ ունի, որ կարող է իր հակառակորդը գա։ Ուրեմն եթե ինքը չի, իր էլեկտորատը պետք է մտածի ավելի լավ մեր նմաններն են, որի նպատակը հայ արուն թափելը չի։ Նույնն էլ մյուսները պետք է մտածեն։ Այն ռուսամետ ուժերը, որոնք որ մտածում են, որ Ռուսաստանին չեն կարող ժեստեր չանել, որտեղ խնդիր կունենանք, բայց նրանք իրենց երեխաների ապագան արևմուտքում են տեսնում։ Նրանց բիզնեսը արևմուտքում է, նրանց գույք են ձեռք բերում արևմուտքում, նրանց հետ բա չեք ուզում Հայաստանի ապագան լինի այնտեղ, ձեր երեխաների ապագան լինի այնտեղ։ Ու ձեր համար ենք ասում, ում համար ենք ասում, ժողովուրդ ջան։ Այսինքն յուրաքանչյուրը պետք է մտածի, որ այս քայլերը ինչի համար է, ում համար է։ Դրա համար ես կարծում եմ, որ դա բավական լավ էլ մարդիկ գիտակցում են, բավական լավ էլ առանձնազրույցների հետ կապված ես շատ ավելի վստահ եմ վերադառնում Հայաստան, որովհետև թվում է թե հեռավորության վրա շատ-շատերը պատկերացում չունեն ինչա, բայց ամեն դեպքում շատ լավ էլ պատկերացում ունեն։ Եվ դա է նաև հարցը, որ շատ դեպքերում Հայաստանի իշխանությունները ծանր են տանում, ասում եմ՝ մի խառնվեք մեր գործերին, որովհետև այդ մարդիկ իսկապես սրտացավ ձևով պատրաստ են մասնակից լինել այդ ամեն ինչին։ Ավելի լավ է նեղացեք, մի կողմ քաշվեք։ Փաշինյանից նեղացեք, Հայաստանից մի կողմ քաշվեք։ Իրանց ուզածները դա է։ Իդեպ ասեմ ձեզ, որ նաև հետաքրքիր մի երկու բան էլ, ասենք, այստեղ գալով երկու ռեժիմին էլ փաստորեն պետք է հարմարվեի, էլի դե ժամերի տարբերությունը հաշվի առնելով։ Գիշերը պետք է նյութերը ծանոթանայի, ինչ եմ ձեզ հետ խոսելու, որ առավոտ եթեր մտնեմ, որ Երևանում երեկոյան ժամ է, այդ ժամին պետք է եթեր մտնես, ամբողջ գիշեր պետք է աշխատես, որ առավոտ եթեր մտնես։ Իսկ ամբողջ ցերեկը Ամերիկայի էլ հանդիպումներ, էլ հարյուրավոր կիլոմետրերով տարածքներ գնալ, էլ տարբեր պատկերասրահներ գնալ, էլ տուն թանգարաններ, էլ գերեզմաններ անվանի մարդկանց։ Այսինքն ամբողջ օրը ինտենսիվ ձևով ամերիկյան ժամային ռեժիմով եմ շփվել, գիշերն էլ հայկական ժամային ռեժիմով, երևանյան ժամային ռեժիմով, նույնիսկ մարդիկ զարմանում են, ասում են ոնց է դիմանում սենց առանց քնելու։ Դե որը հոդաբաց բացատրություն հազիվ թե կարողանայի բերեմ, պարզապես ափսոսում է իմ ժամանակը, չէի կարող չհետևեմ աշխարհաքաղաքական իրադարձություններին, իսկ եթե հետևեի, չէի կարող ձեզ հետ չկիսվեմ։ Բայց եւ միևնույն ժամանակ ցերեկը չէի կարող մարդկանց հետ հանդիպել։ Դրա համար ստիպված եղա բացատրեմ, ասեմ, հասկանում եք, երբ որ նստում եմ համակարգչի առաջ գործ անելու, ու սենց մտածում եմ, Հայաստանը ավելի քան 4.500 տարվա քաղաքակրթություն ունի։ Մեր մայրաքաղաքը, որտեղ գտնում է մեր կառավարությունը, ավելի քան 2800 տարվա պատմություն ունի։ Մեր Հայաստանը քրիստոնեական պետականորեն քրիստոնեությունը ընդունել ավելի քան 1700 տարի առաջ։ Մեր գիրը, մեր տառերը մենք
ունենք ավելի քան 1600 տարի առաջ։ Եվ մեկ էլ տեսնում ես, որ մի անգետ Նազար, քաջ Նազար նստած է Հայաստանի իշխանության գահին։ Էլ քունդ կտանի, ժողովուրդ ջան։ Այնպես որ ասեմ, եթե ես ցանկանում եմ, որ առույգ լինեմ, որ կարողանամ մտածեմ եւ աշխատեմ եւ շփումներ ունենամ, մենակ այդքանը հերիքա որ հասկանանք, որ մենք անգամ քնելու իրավունքը չունենք։ Իդեպ համարենք, որ դա էս կատակով ասում էի, որ իրանք ուղակի մտածեն, որ տենց հնարավոր է, բայց դրա մեջ կատակ չկար, դա իրականում դառել էր մեզ համար ռեժիմ, որովհետեւ իսկապես մտածում ես, որ ժամանակը շատ կարճ է ու չգիտես թե ինչ կարող ես անել, որպեսզի այս վիճակը մեր երկրի համար փոխվի։ Մի հատ էլ հարցեր կար, որ գնացել էինք տարբեր տեղեր, գիտեք, ասեք ամեն ինչն է հետաքրքրում։ Ես ուզում եմ, որ դուք պատկերացնեք, թանգարանները ամեն ինչն է հետաքրքրում։ Քաղաքային տնտեսությունը, տրանսպորտի վիճակը, ի վերջո ոնց են վարվում, ջուրը, հոսանք, ամեն ինչն է կարևոր, որովհետև երբ որ դու գնում ես որևէ մի տեղ, ինչ ես անում, ինչն է քո պատկերացումը։ Դու պետք է մտածես, որ Հայաստանի ավանդական արժեքներից վերցնես լավը, առաջավորը, մրցունակը, որը 21-րդ դարի համար քեզ կդարձնի մրցունակ, դու քո արմատներից չես կտրվի, բայց եւ միևնույն ժամանակ չես վերցնի նա, որը որ կենսունակ չի, քեզ առաջ տանող չի, եւ մեկ էլ աշխարհից վերցնում ես առաջավորը, մրցունակը, կենսունակը։ Դրանք համադրում ես իրար հետ, որի պարագայում դու ունենում ես 21-րդ դարին հարիր հասարակություն եւ առաջ գնա։ Այսինքն վերցնես քո ավանդույթների ուղղահայացով լավը, վերցնես աշխարհից լավը։ Էսա մոտեցումը, որովհետև իշխանությունը վերցնում է քո ավանդույթների վատը, ճղճիմը, աղբը, որպեսզի կարողանա այդ մարդկանց կառավարի։ Աշխարհից վերցնում է ամենավատ օրինակը։ Այ ասում է, տեսեք, երբ որ մեզ մեղադրում եք, որ կոռուպցիա կա, էսի շտեղն էլ կա։ Այ որ մեզ ասում եք տրանսպորտի վիճակը վատ է, էսի շտեղն էլ է վատ։ Առավոտից իրիգու իրանք հավաքում են բոլոր վատերը աշխարհի, որ արդարացնեն, թե իրանց մոտ ինչ որ բան չի ստացվում։ Մեր պարագայում ընդհակառակը մենք դի մագնիսի պես քաշենք, թե մեր ուղղահայաց առաջավորը դրականը, մրցունակը, թե աշխարհի դրականը։ Դրա համար որտեղ էլ գնում ես, փորձում ես առավելագույնը ինֆորմացիա հավաքես, կուտակես, հասկանաս։ Երբ որ Հայաստանում այդ օրերին, որ ես այստեղ էի, Նիկոլ Փաշինյանը խոսում էր Երևանի խայտառակ տրանսպորտային վիճակի մասին, ճգնաժամային վիճակի մասին զարմացած խոսում էր։ Բա եկեք նայենք։ Բա ի տարածքով մոտ 12000 քառակուսի կիլոմետր է Լոս Անջելեսը։ 3 անգամ մի քիչ ավել պակաս բանից Հայաստանի տարածքից։ Մոտ 10 միլիոն բնակիչ։ Հայաստանում հազիվ 3 միլիոն։ Ու 29700 քառակուսի կիլոմետր 743։ Բա ո՞նց են այդ տրանսպորտի հարցը լուծում։ Այդ ո՞նց է կատարվում բա։ Երբ որ ասում են թրաֆիկ է, ասում են վայ, այդ թրաֆիկի ժամանակ հարյուրավոր կիլոմետր գնացել ենք, այստեղ գնացել ենք այնտեղ։ Բա ուր է այդ թրաֆիկը։ Այո, կա խնդիրներ։ Բայց դա այնքան սովորական է Երևանից եկողի համար, որ նույնիսկ զարմանում ենք, ասում ենք Ժորժ ջան, դուք սա եք համարում խցանում, սա ձեր պատկերացմամբ խցանում է, որ մի քիչ դանդաղ եք գնում, բայց այդ ամեն ինչը ուզում ենք հասկանանք, բա ինչի մեր մոտ այդ ամեն ինչը չի կատարվում։ Նորմալ ճանապարհների լայնությունը, այսօր շենքերը, որոնք որ վթարային են դառնում, փոխանակ շենքը արդեն հաջորդը կառուցես մի քանի մետր հետ դնես, որ ամեն վթարային արանքից դուրս գա փողոցը լայնանա, որտեղ այդ փողոցը 100 տարի առաջվա մեքենաների քանակով է նախատեսված եղել, գալիս ես տեսնում ես թե ինչ է կատարվում։ Բերում են դնում են այդտեղ, որտեղ ամեն մետրը փող է։ Ու նշանակում է հաջորդ 100 տարին այդ փողոցը այդ լայնության էլ մնում է։ Չեք տեսել ինչ է կատարվում Հայաստանում։ Չեք տեսել որ մի տեղ է գտնվում Երևանում, տանեն մի հատ շենք դնեն։ Իսկ հիմա եկեք նայեք, այդքան թանկ հողերը, այստեղ ես քաղաքում այդքան թանկ հողերը, լավ մի հատ գնա Լոս Անջելես Սիթիում, որ այդ շենքերի կողքը, այդ բացօթյա այդ ավտոկայանատեղիները բան չեն անում։ Բացի փակը, բացի շենքերի տակերը, բացօթյան ինչ է, բայց այդ ափսոս չէ, այդ տարածքը մի հատ շենք կարող էին դնել, բայց շենք ես դնում, այդ մնացած շենքերի հարցը չես լուծում։ Այդ մարդիկ նորմալ կենսունակ չեն կարողանում լինել, բայց այդ ամեն ինչը ով պետք է նայի, ամբողջ աշխարհը չափչփում եք։
Բայց չեք տեսնում այդ ամեն ինչը, որ ձեր երկրում այդ ամեն ինչը դուք կարողանաք անեք։ Մենք խնդրեմը բարձրացնողն ենք, դուք լուծողն եք, դուք եք այդ աթոռին նստած։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանն ասի, գիտեք ինչ, 28% աղքատություն կա, որովհետև անգրագետ եք։ Երկիրը զարգանում է, փողն ավելանում է, բայց դուք անգրագետ եք, դրա համար դուք չեք կարող լավ ապրել։ Հետո էլ մտածում ասում է ժողովուրդը մեծ ձայն է, թե ով է ձայն տվել անգրագետները։ Այսինքն այդ անգրագետները այնքան կրթություն չունեն, որ գոնե կարողանան հացի փող աշխատեն, նրանք աղքատ են, բայց այդ անգրագետները իրանք ընտրում են Նիկոլ Փաշինյան, որը ըստ պահանջի իշխանությունը վայելի։ Թե հենց նստեցիր աթոռին, արդեն նրանք անգրագետ են, նրանք քեզ պետք չեն։ Այս կարգի խնդիրներն է, որ շատ կարևոր է։ Վաղը մյուս օրը երբ որ խոսում ես մի բանից, ինչ կարելի է անել, ինչպես կարելի է անել, դա էլ պետք է նայես, չէ՞։ Գետի թանգարանն էին գնացել, Մալիբուի մոտեքն է, այդպես լավ ստուկ չեմ հիշում տարածքը, բայց դա բավական հեռու է Գլենդելից, այնտեղ թանգարան, որ մտանք, այդ իր վիլայում աշխատողը հայկին էր, ճանաչեց, ցենց ուրախ առաջ եկա, վայ, բարև, ձեզ շատ զարմացած եմ, որ ձեզ տեսա, բան, այդպես անհաջող կատակ արեցի, ասի, ընեց եք զարմացել, ոնց որ կազինոյում եք տեսում, ի վերջո թանգարանում եք տեսնում։ Չէ, ասեց զարմացած եմ, որ ձեզ եմ տեսնում, կապ չունի որտեղ եմ տեսնում։ Մի քիչ տենց հաճելի խոսացինք, բան արեցինք, որից հետո դե ես ինչ գիտեի, որ երկու օր հետո մեր բարեկամները որոշել են Լաս Վեգասում հրավիրեն մեր բարեկամների տուն։ Դե գնացինք այնտեղ Լաս Վեգասից եթեր մտա, մի ասեմ այդ կինը պետք է լսի, ասի մեծ ինչի է խոսում, ասում է բանա հո կազինոյում չես տեսել, թանգարանում ես տեսել, բա ինչ գործ ունեի Լաս Վեգաս։ Դե բացատրի, որ գնացել էինք բարեկամների տուն։ Առավելագույնը ցանկանում ես ինֆորմացիա հավաքես, դու դա շատ կարևոր է, ժողովուրդ ջան, դա շատ կարևոր է մեզ համար, որովհետեւ աշխարհի ամենազարգացած երկիրն է, որտեղ հայերը ապրում են, որովհետեւ հայերն աշխատում են։ Տեսնում ես նաև այն դժվարությունները։ Մեծ սպասելիքներ են ունենում Սփյուռքից մի հատ գնան տեսնեն նրանք ոնց են աշխատում, ինչ ժամային տևողությամբ են աշխատում, որ կարողանան իրանց հարցերը լուծեն։ Գների թանկացումը ոնց ազդում իրանց ընտանիքների վրա, բայց այդ պարագայում են իրանք պատրաստ աջակից լինել։ Այդ պարագայում են իրանք պատրաստ Հայաստանի համար բան անեն, ոչ թե շատ ունեն, չգիտես ինչ անեն։ Նրանք ովքեր շատ ունեն, գիտեն ինչ անեն։ Այնպես չի, որ հենց հատկապես նրանք, ովքեր չարքաշ աշխատանքով են աշխատում, նրանք ավելի պատրաստական են։ Այդ ուղղակի իմ դիտարկումներն եմ նաև ասում։ Այսինքն պետք է այդ ամեն ինչին ծանոթանաս, այդ շփումներով, այդ վստահության մթնոլորտը նաև գալիս է դրանից, որ նաև դու տիրապետես այդ մարդկանց խնդիրներին, խնդիրներին ներսից, ամեն ինչ չի, որ հեռակա կարգով մարդիկ իրար ասում են։ Եվ դա շատ նաև օգտակար է, որպեսզի մենք հասկանանք, այո, Հայաստանը համայն հայության հայրենիքն է, եւ շատ-շատերն էին ինձ անընդհատ գրում էին, տեղափոխվել եք Հայաստան, Ամերիկա, ինչ եք գրում, որ Գլենդելից եք եթեր ունես, որտեղ ելնում են դից եթեր եմ դուրս գալիս, որևէ վատ բան չեմ տեսնում Ամերիկա տեղափոխվելու համար, շատ արժանապատիվ, ինձանից է շատ արժանապատիվ մարդիկ ապրում են այս երկրում, եթե ես դա այդպես չհամարեի, ինչ է եկել իրանց հետ շփվելու։ Բայց ես նման պլաններ չունեմ, ժողովուրդ ջան, ես եկել էի, որպեսի ծանոթանամ որոշակի խնդիրների, որպեսի առաջիկա ընտրությունների հետ կապված ավելի լավ պատկերացում ունենամ, թե ինչ ենք տիրապետում, ինչ կարող ենք անել, անում ենք, թե չենք անում, որպեսի false start չտանք, որպեսի հասարակությանը հերթական անգամ չոգևորենք ու չհիասթափեցնենք։ Այդ ընթացքում, որ ես Միացյալ Նահանգներում է Հայաստանում որոշակի իրադարձություններ լինում, տարբեր հավաքներ լինում, նաև արևմտյան ուժերի որոշակի հայտարարություններ լինում, ովքեր միանան եւ այլ եւ այլ։ Ուզեմ ասեմ, դրանց փորձել եմ հետևել, բայց դրանց այդ ամեն ինչին կանրադառնամ վերադառնալուց հետո տեղում ծանոթանալով մարդկանց հետ ճշտելով մի բան ես ուղղակի համարում եմ, որ իմ պարտն է ասեմ, ազնվորեն ձևով նշել մեր ուժերը գնահատենք, հասկանանք ինչ ենք անում։ Եթե մտնում ենք պայքարի մեջ, ուրեմն մտնում ենք։ Ուրեմն իմանանք, որ հետդարձի ճանապարհ չկա։ Եթե գտնում ենք, որ հասարակությունը բավարար չափով չի վստահում, ուրեմն համարենք, որ դա այդպես է, որևէ իրարից նեղանալու խնդիր բացարձակ չկա, ժողովուրդ ջան, որևէ մեկին խաբելու, որևէ հարցնի, դուք պատկերացնում եք, ասենք, ինչպիսի ռեսուրսներ են պետք ընտրությանը մասնակցելու համար, մարդկանց ոգևորես, հավատացնես, եկեք, միանանք, այս հարցը անենք, եւ այդ ամեն ինչը անում ես ընդհանրապես նրա համար, որ ես պիտի 65 տարեկանում մանդատ ունենամ, որ ինչ անեմ, ժողովուրդ ջան։ Որ ինչ անեմ դրանով։ Այդ մարդկանց այդ բոլորի վստահությունը մի հատ բանդատ է, որ դրանով որ խնդիրը լուծենք։
Դրա համար իմ պարագայում գոնե ես հաստատ գիտեմ, ում հետ էլ որ քննարկենք, ինչ էլ որ քննարկենք, հաստատ մեր պատկերացումը կլինի նա, որ այսօր Հայաստանի համար շատ լարված մթնոլորտ է, հատկապես հիմա դե տեսեք խնդիրը որն է, դուք մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները ոնց են փորձում ամեն ինչը ներպետական օրակարգի մեջ տեղավորեն, իրար ուտեն, գզվռտոցներ, այնպես անենք ռուսական ուժերը չգան, այնպես անենք, կարելի է կարծել դուք ռուսական չեք, նենց անում եք ռուսական ուժերը չգան, պարզապես իրանց համար շատ հարմար է, իրանց համար շատ դժվար է արևմտամետ ուժերի դեմ պայքարել, ինչ պետք է ասեն, Արցախը հանձնել ենք, մենք դրան չենք մասնակցել, բանակը թալանել ենք, մենք պաշտոն չենք ունեցել, որ բանակը թալանեինք, մենք ռուսական ուղղությամբ ենք, մենք այդ խնդիրը չունենք ռուսական ուղղությամբ գնալու, մենք գտնում ենք մեր երկրի ապագան Եվրամիությունն է, Միացյալ Նահանգների հետ գործընկերությունն է, ՆԱՏՕ-ն է, այսինքն իրանց համար մենք անհարմար մրցակից ենք, շատ հարմար մրցակից են նրանք, որի դեմ պայքարեն։ Իսկ շատ դեպքերում, երբ որ ասում են, իսկ ինչա դուք չեք տեսնում, որ արևմուտքում ինչա թերություններ չկան, իսկ ով է ասում, որ չկան։ Իսկ ով է ասում, որ այդ թերությունները ոչ միայն չկան, այլև այդ թերությունների մասին չենք խոսում, պարբերաբար։ Եթե ես 20 տարուց ավել խոսել եմ Եվրամիության ՆԱՏՕ-ի մասին, ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական ու տնտեսական փոխշահավետ համագործակցության մասին, ինձանից շատ տեսած թերությունով է քննադատում, բայց երբ որ մենք ասում ենք, մենք պետք է ընտրություն կատարենք, ինչն ենք ինչի հետ համեմատում։ Մի կողմում Ռուսաստանն է, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ, մի կողմում Միացյալ Նահանգները, Եվրամիություն, ՆԱՏՕ։ Մենք այս երկուսի մեջ ենք ընտրություն կատարելու։ Մենք իդեալ չենք ընտրում։ Կենթանի օրգանիզմ է, որտեղ հայերը աշխատող մարդիկ են։ Տվեք պայման մարդիկ աշխատեն։ Եվրոպայում ինչեր հեշտ են փող աշխատում, Ամերիկայում հեշտ են աշխատում, բայց մարդիկ պայման են ուզում նորմալ աշխատելու։ Ամենօրյա խնդիրները գոնե պետության խնդիրները իրանց վրա չլի, խնդիրը լինի աշխատեն։ Մենք դրա համար ենք ասում, տարբերությունն եք ուզում իմանալ։ Եթե ես ասում եմ, որ Վլադիմիր Պուտինը սխալ պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ, եթե ես դա Մոսկվայից ասեի կամ Ռուսաստանի որևէ քաղաքից, կգային եթերում կձերբակալեին, կտանեին հատուկ եթերում մենակ նրա համար, որպեսզի մյուսներին դաս լներ։ Իսկ ինչա որևէ մեկը ինձ ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվելուց, ինչու ես քննադատում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի քաղաքականությունը։ Իմ հռետորաբանությունը Հայաստանից թե Գլենդելից փոխվել է։ Որևէ տարբերություն կա, որ ես զգուշավոր խոսեմ հանկարծ խնդրեմ չլինի։ Ավելի լավ ապացույց, թե ինչի եմ ես ընտրում արևմտյան արժե համակարգը, հազիվ թե պատկերացնեք։ Դրանից լավ էլ ինչ ապացուցեմ։ Եթե որևէ մեկը գտնում է, որ Ռուսաստանում լավ է, թող ինքը գնա Ռուսաստան եւ ասի, որ Վլադիմիր Պուտինը պատերազմի հանցագործ է, թող ասի։ Թող կանգնի ասի, որ ինքը սխալ է պատերազմ սկսել, լավ հանցագործը չասի, հասկացանք։ Թող ասի ինքը պատերազմը սխալ է սկսել, բայց ինչի չեք ասում։ Դու չեք կարող ասել։ Բայց դա տարբերությունը դա է։ Մենք ուզում ենք մեր ապագան այդպեսին լինի։ Ավելի լավ ապացույց, քան դա էլ որը լինի, ժողովուրդ ջան։ Ռուսաստանի հետ մի բան ես խոսում, ասում են այսքան միլիոն հայ է ապրում, բայց չեք վախենում, որ իրանց կնեղեն։ Բայց դու Ռուսաստանի քաղաքացի ես, քեզ կնեղեն նրա համար, որ Անտոնյանը քննադատում է Պուտինի։ Որևէ անգամ ձեր մտքի ծայրով կանցնի, որ եթե ես քննադատեմ Տրամփին, Ամերիկայից որևէ մեկը ինձ ասի, բա դու Տրամփին քննադատում ես, մենք խնդրեմ կունենանք ստեղ։ Ավելի ծիծաղելի բան պատկերացնում եք, ժողովուրդ ջան։ Բա ասում եք, ինչ ենք դա ընտրում։ Չեք տեսնում ինչ ենք ընտրում։ Ես ոչ թե Ռուսաստանում, ես Հայաստանում չեմ գտնում մի մարդ, որը մեր հայ-ռուսական հարաբերությունը կարևորում է, բայց կանգնի ասի պատերազմը Ուկրաինայի դեմ սխալ էր։ Եղբայր մեկը կանգնեք, ասեք, բերեք կողեք աչքս։ Ասեք այո, մենք գտնում ենք, որ Ռուսաստանի հետ է մեր ապագան, բայց վարվող քաղաքականությունը սխալ է, պատերազմը իր հարևանի հետ սխալ էր։ Չեք գտնի տենց բան Հայաստանում։ Այն մթնոլորտը, որ Հայաստանում կա, այդ ռուսական այդ մթնոլորտը, որ լատես հալդ ինչ հալնելու, որ մենք գանք իշխանության։ Դուք չեք պատկերացնի, ես վախեցող չեմ, բայց զզվող եմ տենց բաներից։ Ասում եմ Տեր Աստված, այս մարդիկ ինչ նյութից են սարքած։ Լավ դու ինձ հետ համաձայն չես։ Ոչ չի եղել։ Դու ինչ ես ուզում ինձ սպանել։ Կարող եմ ուրիշը համաձայն է։ Բայց մենք ինչի ենք ընտրում արևմտյան գործընկերության տարբերակը, ինչի ենք ընտրում։ Ավելի լավ օրինակ էլ որը լինի։ Ավելի պարզ օրինակ որը լինի։ Թե ինչի ենք դա ընտրում։ Որտեղ համեմատում ենք իրար հետ, ոչ մեկը չենք իդեալականացնում։ Բացարձակ։
Այտենց օր կա, որ եթե ես մի հատ թերություն տեսնեմ արևմտյան արժեհամակարգի որևէ ղեկավարի կամ որևէ հարցի հետ կապված դրա մասին չխոսեն։ Բա մենք ուզում ենք այդ կենթանի օրգանիզմին մաս կազմենք։ Մենք չենք ուզում գնանք վայելենք ուրիշ երկրում ստեղծածը։ Ասում են, գիտեք, Եվրոպայում այնքան դժվարություն կա, ով է ձեզ ասել, որ ստեղ հեշտ է։ Բա ով է ասել, որ մենք հեշտն ենք ման գալի։ Մենք հեշտը որ ման գայինք, այնա Ռուսաստանից հեշտը չկա։ Ասում են, որ կապրանք արտադրենք, ռուսները կառնեն։ Մենք հեշտի մասին ենք խոսում։ Բա Նիկոլ Փաշինյանն ասում է, գրագիտություն ապեք, որ մրցունակ աշխատուժ ելնեք։ Բա գրագիտություն ապեք, մրցունակ աշխատուժ ելնեք, Եվրամիության անդամ պետությունների շրջանակներում, որ դու աշխատանք ունենաս, մրցունակ աշխատող լինես, շատ գրագետ պետք է լինես, որ մրցունակ լինես, որպեսզի կարողանաս նորմալ աշխատես, կյանքը թանկ է։ Բա ո՞նց են մարդիկ գնում սովորում։ Ո՞նց են գնում իրանց դիպլոմը հաստատում եւ որի պարագայում մտնում աշխատանքի։ Դա տեսեք, քանի ամսվա ընթացքում Միացյալ Նահանգներում Հայաստանից եկած մարդը աշխատանք հաճարում։ Ամեն մեկը իր որակավորման չափով, մեկը տաքսի կքշի, մեկը կգնա որևէ աշխատանքի, մեկը գրասենյակային աշխատանքի։ Հաշված ամիսների ընթացքում մարդիկ այս թանկ ապրելակերպի պայմաններում ոտի են կանգնում։ Բայց այս ամեն ինչն ենք ուզում, որ լինի Հայաստանում։ Մենք չենք ասում, որտեղ լավ է, այնտեղ ենք, ոնց որ Նիկոլ Փաշինյանը, որտեղ հաց այնտեղ կացը արդարացնում էր։ Ընդհակառակը, ասում ենք աշխարհի լավ արժեքավոր առաջավորը տեսնենք Հայաստանում ունենանք։ Ով կապրի Հայաստանում։ Դա իր խնդիրն է, ով դուսը կապրի, բայց դրանք հաղորդակի ծանոթներ են, գան, գնան, իրար հետ շփվեն, փող լրացնեն իրար։ Ում հարմար է գնա դուսը սովորի, դուսը աշխատի, իր գիտելիքով, իր փորձով ինքը կգա, թե իր երեխան կգա, թե իր ծնողը կգա, կապ չունի, որը կլինի։ Հայաստանը պահպանել կենսունակ ձևով պահպանել, սա աշխարհագրական տարածք չի, ժողովուրդ ջան, որ ասենք ստեղ պակիստանցին ու հնդկաստանցին հնդիկը շատ լավ ապրում են, հայն էլ իր ճանապարհը չգտնի, իր ապրելու ձևը չգտնի, բռնի գաղթի ճանապարհը։ Ոնց որ Նիկոլ Փաշինյանն ասում է, դրսից այդքան գալի աշխատում են, տեղացիները մրցունակ չեն, անուն դնելու համար։ Իսկ ես ուզում եմ, որ մենք իմանանք, որ Հայաստանը համայն հայության հայրենիքը, դա հայության մերանն է։ Մենք ամեն գնով դա պետք է պահենք, լավ է, վատ է, պետք է պահենք, ժողովուրդ ջան, դրսից կպահենք, ներսից կպահենք, դա պետք է պահենք։ Ոչ թե ասենք թող բաց լինի, վաղը չինացին կգա, մյուսը կգա, իրանք մրցունակ են, կգան կապ, ում համար են այդ ամեն ինչը անում։ Կարճ ժամանակ հետո մենք շուռ են գալի, տեսնենք, որ հայկական պետություն գոյություն չունի։ Ուղղակի այս տարածքը մեկին կլիման դուր է եկել, մեկին ջուրն է դուր եկել, մեկին արոտավայրերն է դուր եկել, եկել է այս երկրում ապրում է։ Մենք հետ չենք կարողացել մրցունակ չենք դիմացել, բռնել ենք գաղթի ճամփա։ Սա է կուսում։ Ես ինձ համար չեմ ասում, որ ես չեմ վաղը գնալու աշխատելու, որ մտածեմ։ Ես արդեն այդ տարիքում չեմ, որ մտածեմ։ Ես մյուսների համար եմ մտածում, չէ՞։ Որ Հայաստանը մարժանապատիվ ձևով մարդը աշխատանք ունենա։ Որ մարդուն չասեն, եթե դու ուզում ես լավ աշխատանք ունենաս, պետք է կամ քայլածել Փաշինյանի հետ, կամ պետք է դու բան անես, ընդունես արժեքները։ Մեռնակ իմանամ, իրանք այդ արժեքները մի հատ ասեն, դա որն է, որ մարդիկ գոնե դնեն սերտեն, իմանան այդ արժեքը որն է։ Այդ արժեքը հայկական արժեհամակարգի ամեն ինչի մերժելն է։ Նորն ենք ստեղծում, ինչի, որտեղ հնի կրողը չեք, հայկականի կրողը չեք։ Բայց դա է պատճառը, ինչի համար ենք անում։ Ու հաշված օրերի ընթացքում հասարակությանը դեգրադացնում են։ Հազարամյակներով անգամ պետականություն չունեցող Հայաստանը չի դեգրադացվել։ Տեսնում եք մի քանի օրվա ընթացքում, մի քանի տարվա ընթացքում ոնց է ալնում, որովհետև ասում են, առաջին նյութապաշտությունն է, ապագան այսօր է։ Ուրիշ բանի մասին չմտածես։ Մտածի ոնց ես փող աշխատելու, ոնց ես գնալու համերգների, ոնց ես քեֆ ուրախության մեջ ելնելու։ Մենք էլ խաղաղությունը քո համար ապահովել ենք։ Չենք խաբվում դրա վրա, գիտենք դուք էլ չեք խաբվում։ Բայց դա է հարցը, որ պարբերաբար ուզում ենք այս հարցերին անդրադառնանք եւ առաջիկա ընտրությունների հետ կապված մեր վերաբերմունքն արտահայտենք։ Ի վիճակի ենք թիմ կազմենք, գնանք մասնակցենք։ Չի վստահի հասարակությունը, որ հենց մենք թիմ կազմենք, այն հնարավորությունների սահմաններում պաշտպանենք այն ուժին, որը որ կարողանա դա անի։ Չնայած պատկերացնում եմ, որ եթե լինի նորմալ ուժ, բնական է ես նաև որևէ ձևաչափով կմտածեմ մասնակցենք, որովհետև անտրամաբանական է մտածել, որ իմ կարգի մարդը կարա ամբիցիա ունենա, եթե ես չեմ, ուրեմն ոչ մի բան։ Ցանկացածը թող լինի, որին կարող ենք օգնել, որ այդ խնդիրները կարող ենք լուծել։
Այնպես որ այսօր շատ ժամանակ չի մնացել ընտրություններին, տեսնում եք իշխանությունը եւ նախկինները կամ ռուսամետ թևը ինչ ակտիվությամբ են այդ ուղղությամբ աշխատում, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն արևմտյան էլեկտորատը, որը ունենք, որը որ մեզանից չի սպասում ոչ ընտրակաշարք բաժանել, ոչ էլ փողով միտինգի տանել, ոչ էլ գազելներով ընտրության տարել, համարենք դա էլ անցյալի մնացուկ այլևս նման խնդիր չկա։ Մարդիկ սպասում են պարզապես վստահելի թիմ ստեղծել հանրությանը ներկայանալ, որտեղ իրանք պարզապես նեղացել տանը նստել են, ընտրության չեն գնացել, որտեղ ընտրության գնային ում ընտրեին, Փաշինյանն ընտրեին, թե Քոչարյանին։ Իրանք ուղղակի նեղացել են ու չեն մասնակցել դրանով։ Նրանք ովքեր գնացել են Փաշինյանին ձայն են տվել, որ Քոչարյանը չգա կամ Քոչարյանին ձայն են տվել, Փաշինյանը չգա։ Այդ մենք հասկացանք։ Այդ արևմտամետ էլեկտորատը չի։ Մեր նպատակն է, որ հանկարծ չխափեն, ասեն Փաշինյանն էլ է մեզ Եվրոպա տանում, եկեք մեզ ընտրեք, հանկարծ նախկինները չգան։ Փաշինյանից ավելի ռուսամետ ոչ մի նախկին չի կարող լինի, ոչ մի նախկին, ոչ մի ներկա, ոչ մի ապագա։ Ռուսաստանից բերեք ռուս, բերեք դրեք Հայաստանի վարչապետի աթոռին, նա Հայաստանի շահերը ավելի լավ կպաշտպանի, քան Փաշինյանը, որովհետև Փաշինյանը պետք է Պուտինի ոտերն ընկնի, ասի ինձ ամեն ինչով օգնի, ոնց ասես տենց անենք։ Իսկ ամեն ոտ ընկնելը դա ձայնագրություն է, ժողովրդյան։ Ոնց որ Նիկոլ Փաշինյանը ձայնագրել է տալիս ուրիշներին գաղտնի, այդ ձևի էլ Նիկոլ Փաշինյանին են ձայնագրում։ Նիկոլ Փաշինյանը նույն վիճակի մեջ է, ոնց որ այն մյուսներին գաղտնի ձայնագրել, ասում է տեսեք սրանք ինչ են անում։ Մենք էլ գիտենք դու ինչ ես արել, եւ քո վրա ինչ ձայնագրություն կա, որ հլու հնազանդ Պուտինի շահերն ես պաշտպանում, թեպետ ցույց տալով, որ արևմուտք ես գնում։ Մենք գիտենք, որ այս իշխանությունը ով որ լինի, պետք է մաքրվի այդ կապանքներից, այդ պարտավորություններից, որը կա Պուտինի հանդեպ, Էրդողանի հանդեպ եւ Ալիևի հանդեպ։ Զրոյից դա պետք է կարողանաս անես այդ մաքրվելու դեպքում։ Սա է հիմնական առաքելությունը ժողովրդյան, այստեղ չի կարող անձնական ամբիցիա լինի։ Այնպես որ ես կարծում եմ, որ կարողացա բացատրեմ, թե ինչ ենք մենք ակնկալում, մեկից մեկից ինչ ենք սպասում եւ որն էր այսքան իմ այցելության այսքան ծանր գալ գնալ 20 օրից ավել եւ որ գոնե մի բանով կարողանանք այս ծրագրին օգտակար լինենք, որ ես իմ կողմից ասեմ, անգամ օվկիանոսը խոչընդոտ չի, որ մենք գնանք, հանդիպենք, շփվենք, քննարկենք, ոչ մի բանի առաջ կանգ չառնենք, ոչ մի ծախսի առաջ կանգ չառնենք, եթե մենք կարող ենք իրար հետ ավելի մոդիկից շփվենք ու կարողանանք հասկանանք ինչ ենք ուզում անենք։ Ինձանից կախվածը մի բան ավելին, քան ի վիճակի եմ, ես կանեմ։ Մնացածը արդեն ընտրությունը ձերն է։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։